Ամենասկզբից ոնց է եղել, ինչից է այս պատմությունը զարգացել։ Ուրեմն արդեն տարիներ շարունակ առաջին անգամը չի, որ անհետ կորածների հարազատները սեպտեմբերի 27-ին ակցիա են իրականացրել Պաշտպանության նախարարության դիմաց, պահանջելով հենց այն կառույցից, որոնք իրենց երեխաներին տարել է պատերազմի դաշտ եւ ըստ ծնողների իրավացիորեն, այսինքն այն տարածք, որտեղ որ հիմա Հայաստանը համարում է Ադրբեջանի տարածք, ոնց տարել է այդ գերատեսչությունը հետ բերեն։ Այսպես ակցիա եղել ու նաեւ այդ ակցիայի շրջանակներում պահանջել են հանդիպում գլխավոր շտաբի պետի հետ եւ այլ պաշտոնյաների հետ։ Այդ հանդիպումներին ամսի 27-ին տրվել է, այսինքն այդ ակցիային պատասխան տրվել է հավաստիացում, քանի որ դա եղել է ուրբաթ օր, որ երկուշաբթի մոտեցեք եւ այդ հանդիպումը տեղի կունենա։ Ծնողները երկուշաբթի ամսի 29-ին մոտեցել են, ժամը 12-ից սկսած այնտեղ հավաքվել են ակնկալիքով, որ տեղի կունենա այդ հանդիպումը։ Այդ հանդիպումը չի տեղի ունեցել, ձգձգվել է անընդհատ, չեն արել տարբեր պատճառաբանություններ բերելով, այսինքն ըստ էության պայմանավորվածությունները խախտելով։ Այդ ժամանակահատվածում այնտեղ եղել են մի շարք ծնողներ, որոնք տարբեր, այսինքն Պաշտպանության նախարարության տարբեր մուտքերի մոտ են եղել, եւ իմ վստահորդ է այդ ժամանակ նաեւ գտնվել է, երբ որ քաշքշուկ է սկսվել ծնողների եւ ռազմական ոստիկանության ծառայողների միջեւ, գտնվել է այլ մուտքի մոտ։ Իրեն հայտնել են, որ այդ քաշքշուկը տեղի է ունենում, ինքն էլ մյուս ծնողների հետ, քանի որ իր մեքենան մոտիկ է գտնվել, մոտեցել է այդ վայր եւ դուրս գալով տեսել է, որ ծնողներին քաշքշում են։ Այդ բանից զայրացած մոտեցել է, փորձել է բան անել, նաեւ հանել ու տեսել է նաեւ ինչպես են նաեւ այս մասով հաղորդում ենք ներկայացրել հանցագործության մասին, որ նաեւ ընդհուպ բացի քաշքշոցներից Արսեն Ղուկասյանը նկատել է նաև, որ ոստիկանության ծառայողներից մեկը հարվածել է անհետ կորած անձանց հարազատներից մեկի ծոծրակին։ Այս ամեն ինչից ռազմական ոստիկանության ծառայողներից մեկը։ Այս ամեն ինչը նշեմ, որ տեղի է ունեցել ոչ այն հատվածում, որը լուսաբանվել է լրատվամիջոցների կողմից, այլ հատվածում ֆիքսվել է բաներում մի քանի առարկաներ, ըստ էության այդ հրմշտոցը ըստ պրովոկացվել է ըստ իմ վստահորդի եւ ըստ ներկա բոլոր ծնողների ռազմական ոստիկանության ծառայողների կողմից ու բազմիցս նշվել է, որ անհետ կորածների հարազատները այս 5 տարիների ընթացքում բազմաթիվ ակցիաներ են իրականացնել ու երբևէ նման խնդիր չի առաջադրել։ Ամեն դեպքում հիմա զարմանալիորեն, քանի որ այդ քաշքշուկին տարբեր բաներ են ներկայացված եղել, սրա վերաբերյալ հաղորդում է ներկայացվել ռազմական ոստիկանության ծառայողների կողմից եւ պաշտպանության նախարարության ծառայողների կողմից, մատնանշելով Արսեն Ղուկասյանին ուղղակիորեն եւ այդ մատնանշումը պատահական չի եղել եւ իմ համոզմամբ եւ նաեւ Արսենի ու այս պարագայում արդեն դրել են նույն իմ իմանալով նաև Աբիջանին նույն հոդվածները, բայց կալանքի միջնորդություն ներկայացվել է, ավելի ճիշտ ներկայացվելու է միայն Արսեն Ղուկասյանի նկատմամբ։ Իհարկե ստորագրություն է դրվել չհեռանալու մասին։ Այստեղ ուզում եմ ասեմ, որ ոչ տեսագրություններով, ոչ որևէ այլ կերպ Արսեն Ղուկասյանը որևէ ծառայողի չի հարվածել, ուղղակի բնականաբար այդ բանով, որ այնտեղ տեղի է ունեցել քաշքշուկ, վրդովված է եղել, նաև այո, իր ցուցմունքներով մանրամասն ցուցմունքներ է տվել դեպքի վերաբերյալ, նշելով բոլոր անձանց, որ այո, այս մարդիկ բոլորն էլ հանդիսանում են անհետ կորած անձանց հարազատներ, բոլորն էլ ունեցել են այս պահանջը մատնացույց անելով, բայց ասելով նաև, որ այս պարագայում անընդունելի է եղել իր համար տեսնել, թե ոնց են այդ թվում նաև զոհված զինծառայողի մորը քաշքշում, ոնց են անհետ կորած անձանց հարազատներին քաշքշում ու այս բանի մեջ, բայց
դնել խուլիգանության հոդված, ասել, որ ակնհայտ ուղղված ա եղել, ոչ, այդ արարքը խուլիգանությունը հիմա դարձել են ՄԱԿ-ի փաթաթան, ամեն իրենց դուրս չեկող մի որևէ հրմշտոց դնում են խուլիգանության համար, մինչդեռ խուլիգանությունը ընդհանրապես շշերի նետման մասին է խոսքը։ Իմ վստահորդի կողմից շշեր չեն նետվել, այո, շշեր նետվել են, բայց ոչ ծառայողների ուղղությամբ, ինչպես նաև արձանագրվել է, որ այդ դիպել է բանի այդ նաև պատինատիպ, դարպասինատիպ չէ, այսինքն ծառայողների ուղղությամբ շիշ չի նետվել։ Այս մասով երևի թե այսքանը իմ համար բացարձակ նաև վարույթն իրականացնող մարմնին ներկայացվել է Արսեն Ղուկասյանի առողջական ծանր հիվանդությունների վերաբերյալ մի շարք փաստաթղթեր, որոնք ըստ էության ուղղակի կցվել են, հիմա չգիտենք դատանում ոնց կլինի, ինքը բնականաբար Արսեն Ղուկասյանը այնպիսի հիվանդություններ ունի, ընդ որում բոլորը, այսինքն իրեն հաշմանդամությունը, ֆունկցիոնալությունը սահմանափակող, որոնք ձեռք են բերվել 44 օրյա պատերազմից հետո, նաև դա գաղտնիք չի, 2 անգամ սրտամկանի ինֆարկտ եւ 1 անգամ ինսուլտ, այսինքն մանով 3 անգամ ստենտավորված եղանակով ու նաև դա էլ է արձանագրվել այսօրվա դրությամբ մի անգամ արդեն իսկ շտապօգնության մեքենան եւ այդ միջադեպի օրն է շտապօգնություն կանչվել Արսեն Ղուկասյանի ինքնազգացողությունը վատացել է այդ հրմշտոցից եւ այսօր կանչվեց, որովհետեւ այդ հրմշտոցից հետո ինքը նաև հարված է ստացել իր կրծքավանդակի շրջանում, որտեղ դրված է սրտի խթանիչ սարքը, որը նաև բժշկի կողմից արձանագրվել է, որ վտանգ կա, որ կարող է անսարքություն հանգեցրած լինել, ինչի շղթելու հանգամանքով բժշկի կողմից ցուցված է եղել դիմել բուժօգնության, ինչը մինչ այժմ չի ապահովել։ Ծնողները պիտի հաղորդում հանցագործության մասին։ Այո, մենք ներկայացրել ենք համապատասխան հաղորդում, սահմանված կարգով ընթացք տալու նպատակով դեռևս արձագանք չունենք։ Տիկին Սողոյան տեղեկ ենք նաև, որ Արսեն Ղուկասյանին բերեցին դատարան, ու էլի հետ են տարել, ինչու, ինչ է կատարվել։ Որովհետև հապշտապ արեցին առանց պատշաճ գործողություններ անելու, ամբողջ վարույթային սխալները իհարկե մեր կողմից կբարձրացվեն, ընդհանուր նրանից սկսած, որ խուզարկության միջնորդությունը այլ քննիչ է ներկայացրել, այլ քննիչի են հանձնարարել, այո, հեռախոսներն են արգրավել, որոնք առհասարակ, եթե քաշքշուկ է տեղի ունեցել, որոնք արձանագրվել են, ենթադրենք, Պաշտպանության նախարարության հսկող տեսանկարանող սարքերով։ Ինչ կապ ունի այդտեղ զանգվածային անկարգությունների ինչ կապ ունի այդտեղ հեռախոսը, ինչ կարող է հերքել կամ հավաստել հեռախոսի արտահայտությունը կամ դրա բովանդակությունը։ Սա ըստ էության դառել է ընդհանուր ռեպրեսիվ վարքի մի բան, որով կարող է օրինակ հիմա չեմ բացառում նաև որ կալանքը չի կիրառվի բան, բայց ըստ էության մարդկանց գույքն են բանանում, բոլոր հեռախոսները կապի միջոցներից զրկում են բան ու զրկում են հնարավորություն մարդը նորմալ կենսագործվի իր օրվա հացի գումարը վաստակի եւ այդ սոցիալական միջավայրը։ Գործը կիսատ ուղարկել էին դատարան, գործը կիսատ արդեն բան էին արել, որ պատրաստ կլինի այս բանով, բայց բնականաբար չէր կարող այդ հանգամանքներում, երբ որ ոչ տեսանյութներն էին ուսումնասիրված եւ այլն, վերադարձվել է դատարանից հետ Արսեն Ղուկասյանը, որպեսզի զննվեն այդ տեսագրությունները, նույնիսկ այսինքն այդ զննության բացակայության պայմաններում բերել էին հապշտապ այստեղ ավարտելու։ Այո։ Հիմա այստեղ դատարան շտապօգնության մեքենա լինելու է, որտեղ ասում եք ինքնազգացողություն։ Ես գտնում եմ, որ այո, պետք է կանչվի, որովհետև առավոտյան այս խուզարկությունը ամեն ինչը անելուց հետո այս մեղադրանքները ներկայացնելուց հետո այո, բնականաբար էլի վատացել էր առողջությունը, կանչեցինք շտապօգնություն, ոստիկանությունում արձանագրվեց բարձր ճնշում եւ ցուցվեց նաեւ քանի որ հանգամանքներ ներկայացվեցին այդ կրծքավանդակի հարվածների, ցուցվեց նաեւ ամբուլատոր պայմաններում անցնել հետազոտություն, ինչը մինչ այս պահը չի կատարվել եւ նույնիսկ դրանից հետո այսպես շտապօգնության մեքենան գնաց պարոն Ղուկասյանին տեղափոխեցին մասիվի քննչական, բայց տենց էլ չիմացանք հիմա այս մարդու ճնշումը իջել է թե չի իջել, ես իրան բարբերաբար հարց ունեմ ասում ինչպես ասում զգացողությունս լավ չի։ Սպասենք կա, բնականաբար ինչ է սպասվում։
Հիմա սպասվում ըստեյության կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունը կներկայացվի, դեռևս քանի որ այսպես հետ առաջ եղավ չունենք մուտք արած դատարան, իհարկե դատավարական ժամկետները հոսում են, պետքա մուտք արվի, սպասենք մինչև կմակագրվի համապատասխան դատավորին, պետքա անհապաղ նիստ նշանակվի ու հարցը քննարկվի։ Այսինքն ողջ գիշերվա ընթացքում հնարավոր է նաև լուսավորի պրակտիկաները։ Շնորհակալ։